Դեսենյակ ավելի սարը ջերմաշարժ եկանում, որպեսզի ակումուլյատորները, որ տեխնիկան ավելի երկարად իմանա, իրան ավելի սարը ջերմաշարժ Շինարարություն դեռ վերջի փուլում է, կառույցի մի մասը արդեն վերել ենք, մի մասը պետք է բերենք։ Ունենում ենք մի հատ այսպիսի տարածք ամբողջությամբ գրադարանում, որը երևի թե լավագույն գրադարանային միջավայրից մեկն է Հայաստանում, առանձնացված ընթերցասրահներով, լրիվ առանձնացված, այսպես հատուկ ուսանողների համար, այս տատիկով ասում ուսանողները ուղղակի տուն չեն գնալ այստեղից, ու նպատակն է դա, որ տուն չգնան։ Ու մենք գրադարանի աշխատանքային ժամերը սարքեցինք մինչև ժամը 9-ը, որ ես եկա ժամը 5-ից գնում ենք տուն։ Իսկ դրանք ինչ են կապված է։ Երկուսը ջեներատորներն են, որ մշտապես պետք է հոսանք ապահովեն։ Այս երկուսը չիլերներն են, որոնք պետք է մշտապես այդ օդի նույն որացը ապահովեն։ Արհեստական բանականության էկոհամակարգը, ընդհանրապես ասած, կարելի է բաժանել 3 շերտերի։ Առաջին շերտում այդ նոր արհեստական բանականության մոդելներ ստեղծելն է։ Այս երհամակարգիչը, որ մենք այսօր գործարկում ենք, մեզ հնարավորություն է տալիս այս ոլորտում միանգամայն միջազգային մրցունակ գիտական պրոդուկտ տալ։ Այս տրամաբանության մեջ որը պետք է լինի մոտիվացիան, որ օրինակ մենք էլի բյուջեի միջոցներով ուրիշ սուպեր համակարգիչներ ստեղծենք։ Նկատի ունեմ, ձեր աշխատանքի ծավալը մեծացավ, մեծ հաշվով հնարավորությունը, որ Firebird-ի կարողությունները ձեզ հասանելի կլինեն, շատ մեծանում է, որովհետև այդ դեպքում ինչ իմաստ կունենա պետական բյուջեով նորից սուպեր համակարգիչներ։ Իմ կարծիքով իմաստ կունենա մենակ այն դեպքում, եթե լինեն նոր սերնդի համակարգիչներ, որոնց կոմերցիոն կիրառությունը դեռ ապացուցված չի, երբ որ մենք այս որոշումը կայացնում ենք ես առնելու, Firebird-ի հիմնադիրները դեռ չեն զգում, որ իրենք կկարողանան սա վաճառել, որ սրա մեջ չեն մտնում։ Ու այդ տարիների տարբերությունն է։ Մենք ծնվեն նոր սերնդի համակարգիչներ, որոնք էլի իրենց համար կասկածելի կլինի իրենց կոմերցիոն արժեքը, բայց մենք կտեսնենք այդտեղ գիտական արժեք ու ավելի հեռանկարային մասնագետների պատրաստում, որոնք հետո կարող են արդեն տնտեսական արժեք ստեղծել, այդ դեպքում իմաստ կունենա։ Ես հիմա ուրիշ մասին եմ մտածում, քանի որ խոսեցինք, որ սա համալսարանին է, այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ Firebird-ի և ուսների հասանելիությունը կմեծանա և գիտական նպատակներով օգտագործեն և դեղինը ավելի շատ կրթական նպատակներով, որպեսզի ուսանողները ավելի շատ, այսինքն ինքը դառնա ավելի շատ կրթական համակարգիչ։ Մեկ էլ մեզ շատ է ոգևորել Firebird-ի ծրագրի, երբ որ Ռեժիմարիցյանը ասեց, որ դրսի գիտնականները, որ ուզենան օգտագործեն այս ռեսուրսները, իրանք պետք է պայման դնեն, որ գան Հայաստանում ապրեն։ Իսկ իրանք գալով Հայաստան, մենք իրանք հնարավորություն կունենանք կրթական ծրագրերի մեջ ներգրավել ու նաև գիտական պրոյեկտների մեջ գրավել, ինչը կրկնակի և մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա մեր համար կրթական